Պարոն Հովհաննիսյան, այնուամենայնիվ այո, ձեր վերած կարգավորումը ևս վերաբերում է հանրային միջոցների էֆեկտիվ ծախսմանը, որովհետև ի վերջո այդ հանրային ծառայությունների գնումները, եթե էֆեկտիվ չեն, արդյունավետ չեն, հետևաբար դրանք անուղղակիորեն ազդում են մեր բոլորիս ծախսերի վրա, խփում են մեր գրպանին, բայց գնումների մասով ընդհանուր առմամբ մի ժամանակ գոնե ակտիվ ձեր նախարարությունը խոսում էր, բազմաթիվ խնդիրներ կան, ակներև նաև, որոնք լուծումներ են պահանջում, ոչ միայն իրավական, տեսնում եք, այսինքն հատկապես հիմա օրինակ բազմաթիվ են դեպքերը համայնքային գնումների, ոչ թե պետական մարմինների կողմից, այլ համայնքային մարմինների կողմից գնումներին վերաբերող, բազմաթիվ դեպքեր կան, վստահ եմ առնվազն լսած կամ տեսած կլինեք տարբեր հետևանքներով, ընդհուպ մինչև քրեական գործեր եւ այլն։ Մի ժամանակ էլ նաև կառավարության ղեկավարն էր բազմաթիվ նման չարաշահումներ բացահայտում օրը ցերեկով կամերաներով։ Հիմա ուր հասավ այդ փուլը, այսինքն խոսքից գործին կանցնեք թե չէ, թե անցավ վերջացավ, որովհետև նորից եմ կրկնում բազմաթիվ խնդիրներ։ Հիմա այստեղ համակարգային մոտեցումներ է պետք։ Հետո գիտեք ոնց որ պետությունը մի բան կարգավորում է, շատ լավ կլինի, որ առաջինը սկսի իրանից, հետո նոր մյուսներից, այսինքն որտեվ մի քիչ լեզուն կարճ է լինում պետության, էլի, երբ որ իր խնդիրները չի տենում, փորձում է տես ձեռը մեկնի այլ խնդիրներ լուծի, սա կարևոր սկզբունք է կարծում եմ կառավարման իմաստով։ Երկրորդ հարցս վերաբերեցինքն այստեղ հարցը հետևյալն էր, էլի, տենց համակարգային մոտ թե արել եք վերջացրել եք արդեն ամեն ինչ նորմալ է, ուղղակի մենք ենք տենց խնդիրներ տեսնում։ Երկրորդ հարցը ավելի կարևոր է կարծում եմ բան, հա, տենց ընթացիկ իմաստով, տեսեք Նորքի ճանապարհը, պես որ բարձրանում ես կենտրոնից Նորքի ճանապարհով, ես տեղով գնում գալիս եմ բան, տենց պարբերաբար, այդ ճանապարհը վերջի շրջանում տարին մեկ քանդում հիմնանորոգում են, հետո նորից քանդում, էլի հիմնանորոգում են, խնդիրը վերաբերում է հենց ձեր վերած կարգավորման առարկային, այսինքն համակցված աշխատանք չի տարվում, հիմնանորոգում են, համայնքը հիմնանորոգում է, հետո պարզվում է տեղից տակից պիտի մալուխ գնա կամ ջրագիծ, ընդեղ էլ ինքն է իր գնումներով անում, բերում նորից ճանապարհը քանդում են, անորակ հետո դրանից հետո հիմնանորոգվածը վերանորոգում են եւ նորից փոս առաջանում, նորից համայնքը վերանորոգում է։ Սենց շարունակ էլի, այս որ հանրությունը չվճարեր տեր ունենար, հաստատ այդպես բան չի լինի, էլի։ Հիմա ասում եմ մի կոնկրետ օրինակով, այսինքն դուք հիմա գնումների ընթացակարգն եք բերել որոշակիորեն կարգավորում, որ ավելի թափանցիկ դառնա, ես էլ ասում եմ ավելի կարևոր հարց կա, այդ հանրային ծառայություններ մատուցողները, որոնք գնում են անում ու տարբեր նաև աշխատանքներ են անում, դրանք անում են մեր համայնքներում, մեր ճանապարհների վրա, որն էլ վերանորոգվում է մեր վճարած հարկերով համայնքային բյուջեից կամ պետական բյուջեից։ Հիմա այստեղ որ համակցված աշխատանք չկա, անընդհատ ինչ տարբերություն, հոսանքի տված փողից մի մասն անիմաստ ծախսվում կամ ջրի վճարից մի մասն անիմաստ ծախսվում կամ մեր համայնքին կամ պետությանը տված հարկերն են այսպես անիմաստ ծախսվում։ Նորքի ճանապարհը ձեզ օրինակ։ Շնորհակալություն, հարցը երևի երկու մասի բաժանեմ փորձեմ։ Երբ որ խոսքը գնում է իրականում անորակ շինարարությունների կամ անորակ մատակարարումների մասին, ես կարող եմ վիճակագրությամբ ասել, որ վիճակը լավանում է, բայց նաև կա հետևյալ հարցը. մենք հանրության հետ խոսալուց միշտ պետք է ֆիքսենք, թե որտեղ է խնդիրը։ Մենք արդեն դրական դինամիկա նկատում ենք քննարկումներում, ճիշտ է որ ասեմ, որտեղ սկզբից հետևյալն էր, ինձ հետաքրքիր չի ինչի է այս շինարարությունը վատը, պետությունն է մեղավոր։ Շատ հաճախ այն դեպքերում, երբ որ պետությունը ի սկզբանե արդեն դադարեցրել էր, ասել էր շինարարին դու վատ աշխատանք ես իրականացնում, կանգնեցրել էր,
շինարարը մտել էր դատարան, պետությունը եւս դա կանգնեցրել էր, սկսել էր նոր շինարարման գալ։ Մենք նկատում ենք արդեն դրական տենդենս, որ հարցերը հետեւյալն են, եթե շինարարը վատ աշխատանք է անում, ինչի չեք կանգնացնում, ինչի չեք պատժում շինարարի, եւ մենք նորից հորդորում ենք, որ այս տենդենսը շարունակվի, որովհետեւ ճիշտը որ ասեմ, նաեւ մասնավոր հատվածում չկա որևէ կազմակերպություն, որը 100%-անոց կարա իր աշխատանքները անի։ Նույնիսկ եթե ազնիվ աշխատում է, ամեն ինչ փորձում է անի, հավանականությունը ձախողման միշտ կա։ Այսինքն, եթե մենք ուզում ենք շարունակենք արտապատվիրակելու process-ով գնալ, ձախողումներ միշտ լինելու են։ Ես չեմ կարող Հարությանը խոստանալ, որ ձախողումը լինելու է 0։ Մասնավոր հատվածը անհայտ է, այնտեղ հատկապես հաշվի առնելով, որ մեր բիզնեսները նույնիսկ ընտանեկան բիզնես բարդ է ասել իրենք շատ հաճախ ուղղակի մեկ մարդու բիզնես են լինում, այդ մարդու հետ մի բան լինում է, ամբողջ աշխատանքները գնացին։ Այո, պետք է ավելի ուշադիր լինել, բայց վիճակագրությունը հետեւյալն է, եթե մեր մոտ սկզբից երևի 2018 թվականին, որ նայում էինք վիճակագրականը 0.25%-ներ պայմանագրերի չեղարկվում պետության կողմից, այսինքն ամեն ինչ իդեալական էր գնումներում միշտ, ամեն ինչ շատ լավ գնում էր, ապա վերջերս տվյալը բավականին աճել է։ Հիմա մոտավորապես 5%-ի վրա ենք, ինչը արդեն առողջ համակարգի մասին է խոսում, որ պետությունը մեկ-մեկ արդեն ասում է ոչ, աշխատանքները չեն իրականացվել, չեմ ընդունում արդյունքները։ Եթե 10-ից անցնի, արդեն խնդրահարույց է, եվրոպական միջինը տենց 5-ից 10%-ի մոտ է։ 0.25-ը անտրամաբանական ցածր է, նշանակում է, որ կամ մեր համակարգում ամեն ինչ իդեալական է, կամ փակ աչքերով ամեն ինչ ընդունում ենք։ Չեմ կարող պնդել, որ բոլոր խնդիրները վերացել են։ Այո, դեռ շատ մեծ աշխատանք կա տանելու, ինչպես պայմանագրերի ձևավորման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք լավ ստանդարտներ ձևավորել, եւ նոր օրենսդրական փաթեթով մենք դրա մասին եւս խոսելու ենք եւ անդրադառնանք, որպեսզի այդտեղ էլ բյուջե նորմալ տրամադրվի, որ մենք կարողանանք այդ ստանդարտները նորմալ գրել։ Եվ երկրորդը արդեն կատարողականին հետևելն է, բայց նույնիսկ այդ ժամանակ մեկա ձախողումներ լինելու են, որտեղ գործ ունենք մասնավորի հետ, իսկ այնտեղ կամ մենք պիտի, ասենք, եթե իդեալ անհնարին է, որ մասնավորը կարողանա 100%-անոց միշտ performance տա։ Դա նույնիսկ մասնավոր գործարքներում չի լինում, էլի, որոնք ռեպուտացիայի վրա են գնում, ամեն ինչի վրա են գնում, մեկը հավանականություն կա, որ կձախողես։ Ուստի ավելի շատ այդտեղ հարցը երևի հետեւյալ ձևով նայեմ, արդյոք մենք սկսել ենք ավելի շատ ուշադիր լինել որակին, այո, արդյոք ամբողջությամբ խնդիրները լուծված են գնումների համակարգում, ոչ, երբևէ լուծված կլինեն ամբողջությամբ, դժվար, աշխարհը չի կարողանում լուծումը գտնի ցավոք սրտի, ես մենակ Հայաստանի մասին չեմ խոսում, բայց այո, բավականին մեծ գործ կա ու նաև հենց արժեի դերը բավականին մեծ է, որ նման խնդիրները բարձրաձայնում է, ու ես նորից ուզում շնորհակալություն հայտնեմ բոլոր գործընկերներին, որոնք նման խնդիրները մատնանշում են եւ օգնում են կառավարությանը, որպեսզի այդ խնդիրները բացահայտվեն։ Երկրորդ հարցի վերաբերյալ հետեւյալն է, այստեղ երկու մոտեցում կա, կարելի է փորձել իհարկե ավելի համակարգային աշխատել, բայց հաճախ ինչ իրավիճակ է լինում, մենք դա նկատել ենք, օրինակ գալիս է կազմակերպությունը, ասում է դե ինչ-որ մի բան փչացել է, պետք է արագ սարքեմ։ Ասում ես դե պլանում ինչի չես ներառել, ասում են դե ես ոնց կարեի պլանավորեի, որ այդտեղ տրուբան ծակվելու է օրինակ։ Չէի կարա պլանավորեի, պիտի քանդեմ։ Ստեղ երկու մոտեցում կա, մեկը դա կամ ճանապարհների վրա դնել հասանելիության վճարներ, որ ճանապարհ սարքողը արագ այդ ամեն ինչը վերացնի, որովհետև իր համար փող է, բայց ճանապարհ սարքողը հասանելիության վճարի տրամաբանությունն այն է, որ մենք ոչ թե վճարում ենք ասֆալտի համար, այլ ասում ենք ճանապարհը պետք է հարթ լինի, միջին արագությունը ճանապարհի պետք է այսքան լինի, չգիտեմ, մեջը փոսերը պետք է այսքան արագությամբ լցվեն ու դրա դիմաց ենք վճարում, այլ ոչ թե նրա դիմաց, երբ որ փոսը առաջանում է, նոր ենք վճարում։ Դրանով մենք կարող ենք իհարկե մասամբ վերացնել այն, ասենք ասենք, մասնավորի իղձը, որ ինչքան շատ փոս, այդքան լավ, որովհետև ինձ էլի կոնտրակտ կտան։ Բայց այն մյուս մասը կամ նույն այդ մասնավորը այդ ժամանակ կգա, կասի ինձ երաշխավորեք, որ ձեր ասած հանրային կազմակերպությունները չգան իմ սարկած աշխատանքը անընդհատ ոչնչացնեն, որովհետև դա իմ համար է ծախս լինելու։ Այստեղ իրականում կարգավորման տեղ կա, մենք դա պետք է ավելի խոր ուսումնասիրենք, հիմա բարթանում եմ ասեմ, հնարավոր է պետք է ինչ-որ վճար սահմանել, որ երբ որ ինքը օրինակ փոսը քանդում է, կամ ինչ-որ մի բան քանդում է, այն կազմակերպությանը, որ պետք է այդ փոսը սարքի, եթե հասանելիության վճարի ենք անցնում, միանգամից վճարը տա, բայց դա չներառվի, բայց դա գնա իր շահույթներից եւ չներառվի էլեկտրոէներգիայի գներում։ Հասկանում եմ, sense միանգամից լուծում բարթանում եմ տամ ձեզ, բայց սկզբունքը երևի սա պետքա լինի, բայց այս sense ասենք ձեր ասացի մասին հենց նոր մտածելով ասացի, իհարկե պետք է ավելի խոր ուսումնասիրել։ Կարճ արձագանք եմ ամեն դեպքում, որ ասում եք դրական դինամիկա կա, թվեր եք բերում, ինչևէ հիմա դուք ձեր գործն է այդ դրական դինամիկա ցույց տալ, ինչը անում եք, բայց եւ այնպես կարևոր եւ
հիմնական խնդիրները շարունակում են մնան, ձեր խոսքում շատ կարճ մեկ բառով ասեցիք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը դա ֆինանսավորումն է պետության կողմից։ Դուք եթե վերցնեք վերջի տարիների իմ ու պարոն Թունյանի կռիվներից մեկն էլ բանավեճային, հենց այդ թեմային է վերաբերում, երբ որ մեզ ասում են, այդ ոնց է լինում, որ երամսյակային պիտի ֆինանսավորի մարդը պետական գնումներով ենթադրենք շահել են ինչ-որ շինարարական աշխատանք, մեկ էլ հանկարծ գալիս է վերջում, տարվա վերջում 30-35% կատարողականը, մեկ էլ հոպ դառնում է ֆինանսավորում դառնում է 100%։ Սա էֆեկտիվ ֆինանսավորման ձև չի։ Սա նշանակում է, որ կամ ինքը ստանում է գերշահույթներ, որ համաձայն է, որ իրան այս ամիս պիտի վճարես, դրա փոխարեն վճարես դեկտեմբերին, այսինքն 8 ամիս հետո, 6 ամիս հետո, դրա վրա աչք է փակում, կամ էլ այստեղ մի բան այնուամենայնիվ այն չի, որտեվ եթե այս խնդիրը դեռ լուծված չի, նորից եւ երկրորդ ամենակարևոր խնդիրը նորից չեք անդրադառնում, որ էլի գալիս է պետական կառավարման, այսպես ասենք, ձախողումների կամ անարդյունավետության հետևանքով։ Ամբողջ տարին ճիշտ չեն պլանավորում, գնումների process-ը ենթադրում է որոշակի ժամանակներ քայլերի հաջորդականություն չեն անում ժամանակին, հիմա թե թամբալ են, թե լավ չի վերահսկվում, թե հատուկ են անում, որ հետո մեկ անձից գնումով այդ խնդիրը լուծեն։ Այդ չգիտեմ, դուք պիտի իմանաք, բայց որն էլ լինի, հանրության համար լավ չի։ Այսինքն, երբ որ process կա, այդ process-ը գրած է օրենքում, հիմա դուք էլ բերել եք, որ այդ process-ի մեջ բան փոխեք, դրանք պիտի պրակտիկայում կիրառվեն, եւ առաջին հերթին ով պիտի կիրառի։ Ձեր նախարարությունը, ձեր գործընկեր նախարարությունը, մյուս պետական կառավարման համակարգերը եւ այլ, որոնց համար կան մասնագետներ, ստանում են աշխատավարձ, կան պատասխանատուներ, ստանում են աշխատավարձ, պարգևատրում եւ այլն։ Այսինքն իմի դա չեն անում, հետո ասում են, վայ, գիտեք, այս բանը այսպես, այս չինովնիկներ մեղավոր եւ այլն, process-ը դրանից տուժում է։ Հիմա սա իրավական կարգավորման հարց է, թե գործադրման, չեմ անում, գուցե եւ երկուսն իրար հետ, բայց դա կա եւ այդպիսի խորքային խնդիրներ կան։ Հիմա ինչքան էլ չեք ընդունել 5%, վաղը չեք ընդունի 6%, այսինքն իբրև վերահսկում եք, բայց մեկ անձից գնումներն էլ փաստեր չէ, որ բերի կանոնը փոխիկ մի մասի, դուք չէ էլի, ձեր նախարարությունը, մի մասի անունը փոխիկ փաստացի բնույթով մեկ անձից գնում էր, այնպես ձևակերպեցիք, որ չէ, դա մեկ անձից գնում չի, որ վիճակագրությունը լավանա։ Դրա մասին էլ եմ խոսել։ Հարցը դրանով չի լուծվում։ Ինչքան էլ տգեղ մարմնի վրա գեղեցիկ շորեր հագցնեք, դրանով ինքը չի գեղեցկանալու ու ասենք ձեր ուզած բարեհաճությունը չի ստանալու։ Շնորհակալություն։ Չէ, իրականում սենց է, եթե մենք ուզենանք ասենք, որ գնումների համակարգը իդեալական աշխատում է, մարմինները իրենց գործը անում են եւ այլն, սա լավ է, պարզա որ նման բան ոչ մեկ չի փորձում ասի։ Մենք ուղղակի ուզում ենք ասենք, որ առաջընթաց կա, մի քիչ բարդ է առաջընթացի մասին չխոսելը, հատկապես որ մենք տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներ ենք նաեւ անցնում ներկայիս դրությամբ, օրինակ գնումների օրենսդրությունը մեր եվրոպական միջինը դա արևմտյան եվրոպական միջինը 74 միավոր է, մեր միջինը 78 միավոր է, բայց կա խնդիր։ Խնդիրը հետեւյալի մեջ է, որ տարածաշրջանային պլանավորման միջինը այո 50 միավոր է, մերը 48, կատարողականի կառավարման տարածաշրջանային միջինը 51 միավոր է, մերը 49։ Այսինքն մենք ունենք եվրոպական ստանդարտի, ասենք ասենք օրենսդրություն, բայց այո, տարիներով ստեղծված պրակտիկան բերել է նրան, որ կարողությունները հենց պայմանագիր կառավարելու շատ ցածր են եղել եւ իմ համար օրինակ շոկ էր, երբ որ առաջի անգամ շինարարների հետ, երբ որ ես նշանակվեցի եւ շինարարների հետ հանդիպման ժամանակ ասացի, բայց ինչ որ գիներ բարձրացել, մարդիկ եկել էին, ասում էին գները բարձրացրեք։ Մենք հարցրեցինք, ասացինք, բայց հարգելի գործընկերներ, դուք պայմանագիր եք ստորագրել ֆիքսած գնով եւ դուք ուշացրել եք այդ պայմանագիրը, հիմա եկել եք ասում եք, ես ուշացրել եմ, գները բարձրացել են, քիմ փոխեք եւ այլն, ոնց կարա հանրությունը նման բան անի, իրանք ասում են մենք պայմանագիր չենք կարդացել։
մենք շինարար ենք, մենք գործ ենք անում, ինչ պայմանագիր, ինչ բան, ժամանակին դες բաները ով է մեր հետ խոսացել։ Ես իհարկե կասկածում եմ, որ դա ուղղակի իրանց վրայից գցելու համար էր, որ ես մեղավոր չեմ ու միշտ սենց է արվել, բայց մենք նաև այդ պրակտիկաներ ունենք, այսինքն սա համակարգային խորը խնդիր է, լուրջ լուծում սենց ասենք բարդ է ասել, բայց մեկ անձի մասով կներեք, դուք մեկ անձի մասով ասում եք այն, որ առողջապահությունը դարձավ նպաստ, թե ուրիշ բանի մասին եք։ Փոփոխություն եղավ մի փաթեթ, բերվեց ազգային ժողով, վստահ եմ առնվազն հանձնաժողովի մեր գործընկերներն գիտեն այդ մասին, երբ որ այսպես տարբեր process-ներում իրականացվող հրատապ գնումներ կար, որոշակի տեսակներ, հիմա բոլորի անունները անգիր չեմ հիշում, դրանք համարվում էր մեկ անձի զգման ընթացակարգ, այդպես մեխանիկորեն դրանք վերցրեցին, այդտեղից հանեցին, ըստ էության խնդիրը վիճակագրությունն Որ ասեմ մենք հրապարակում ենք հրատապ մեկ անձը որպես մեկ անձ։ Մենք իրան մեկ անձի մեջ առանձնացնում ենք ցույց տալու համար հիմքերը, այսինքն մի դեպքը լինում է հիմք, օրինակ, եթե նայենք հենց հիմա ինչա կատարվում 25 թվականի հունվար-ապրիլին, հա, մեր մոտ հրատապ մեկ անձը մոտավորապես 1.3% է, եւ մեկ անձը, այսինքն ոչ թե այն, որ հրատապության պատճառով է 5.2% է։